Իշխանությունը մտածում է, որ եթե այս ինչ գյուղում դպրոց է սարքում, եթե այս ինչ գյուղում ճանապարհ է սարքում, այս ինչ քաղաքում բժշկական կենտրոն է սարքում, որտեղ չի եղել, ավերակ է եղել, ճիշտ է ասում։ Հա, լավ են անում, որ սարքում են։ Համարում է, որ դա ապակենտրոնացում է։ Դա ապակենտրոնացում չէ։ Դա ենթակառուցվածքների նորոգում է։ Դա ներդրում է ենթակառուցվածքների մեջ ապակենտրոնացումը բոլորովին ուրիշ պատմություն է։ Դժբախտաբար պարոն Փաշինյանի այսօրվա երեկվա պատասխանից ես հասկացա, որ ինքը եւ այն մարդիկ, ովքեր իրեն այս մասին տեղեկություններ են տալիս, իրականում չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում ապակենտրոնացում։ Այդ մասին շատ եմ խոսել հաղորդումների մեջ, հիմա չեմ ուզում շատ ծավալվել։ Ապակենտրոնացում նշանակում է կառավարման լիազորությունների եւ ֆինանսների վերաբաշխում պետական իշխանությունից այլ մարմինների, ովքեր են այդ այլ մարմինները, դրանք տեղական ինքնակառավարման մարմիններն են։ Որպես կետային լուծումներ գլխավոր մաքսատունը Երևանից փոխել բերել Գյումրի տարիներ առաջ, հիշում եք։ Դա կետային լուծում է, կետային ապակենտրոնացման օրինակ է։ Կետային ապակենտրոնացումները համակարգային ապակենտրոնացում չէ։ Համակարգայինի մեջ պիտի մտնեին եկամտահարկից ազատման, թողնենք հələ դրա արդյունավետությունը ընդհանրապես, ազատման հնարավորություն խոցված տարածքներին, քիչ բնակեցված, բնակչության կորուստ ունեցող բնակավայրերին եւ այլն։ Հարկային արտոնություններ խոցված նոսր բնակչությամբ տարածքներին, նոսրացող բնակչությամբ բնակավայրերին, եկամտահարկի արտոնություն, օրինակ, Ամասիայում, Շողակաթում, Վարդենիսում, Ճամբարակում, Վահան գյուղում մանկապարտեզների, հողակների, աշխատողների եկամտահարկը վերադարձվեր այդ աշխատողներին։ Պատկերացրեցիք, հա, ստացած ռոջիկի 26, 27, 28, 30%-ը, որոնք մարդիկ վճարում են որպես եկամտահարկ։ Այդ խոցված տարածքների նոսրացող բնակչությամբ տարածքների բնակիչները, եթե աշխատում է, բանում խանութում աշխատող մարդու եւ այդ բնակիչներին ընդհանուր առմամբ վերադարձվեր վճարելուց հետո կամ ազատվեին եկամտահարկի վճարումից։ Երբ որ գումարում եք այդ թվերը խոցելի տարածքներից վճարված եկամտահարկի հանրագումարը, չնչին բան է ստացվում համահայաստանյան եկամտահարկի ծավալի մեջ։ Կամ ավելացված արժեքի հարկի վերադարձ կիսով չափ ասենք։ Ենթադրենք Աշոցքում վճարած ավելացված արժեքի հարկը տնտեսագետներն ավելի լավ կհաշվեն, ասեն, որ թիվն է արդյունավետ, որպեսզի այդտեղ աշխատող մարդը շարունակ չմտածի Գյումրի, հետո Երևան տեղափոխվելու համար։